Ողջույն բարեկամներ, եթերում Արարատյան խոհանոցն է։ Շատ շնորհակալ եմ, որ հետևում եք մեր հաղորդումները, շատ շնորհակալ եմ, որ մասնակցում եք մեր հաղորդմանը հենց անմիջական ձեր խորհուրդներով եւ ձեր առաջարկներով։ Բարեկամներ, ձեր բոլոր առաջարկները մենք հաշվի ենք առնում, ավելին ասեմ, որ նրանք օգնում են մեզ, այնպես որ շարունակեք մասնակից լինել մեր հաղորդումներին։ Բարեկամներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենաարևաբույր հայոց ազգային խոհանոցից։ Այս ուտեստը նորից այն շարքից է, բարեկամներ, որ մենք անվանել ենք Մարգագետնից խոհանոց։ Եվ այսպես, բարեկամներ, ուտեստը կոչվում է հատիկապուր եւ պատրաստվելու է բացառապես հատիկավորներից, ընդեղեններից։ Ունենալու ենք պետք է մեզ հարկավոր է ցորեն, սիսեր, ոսպ, բակլա եւ ընկույզ սոխառած համեմունք կանաչիներ, ամենահիմնական համեմունքը, որ մենք միշտ պատրաստում ենք եւ միշտ պահում ենք յուրաքանչյուր ուտեստ պատրաստելու համար, դա մեր սերն է եւ հոգու ջերմությունը։ Գնացինք, ուրեմն սկզբի համար նախորոք պետք է կիսախաշ անել բակլան, ոսպը եւ սիսերը։ Մենք այն արդեն կիսախաշ արել ենք։ Այնուհետև մենք այս ամբողջը պիտի խառնենք, միասին խաշվի, ցորենի խաշվելու ընթացքն է այստեղ սպասվում եւ հետո սոխառած ենք պատրաստելու, սոխառած ավելացնելու ենք ապուրին, կանաչիով համեմենք եւ վերջ։ Այսինքն հիմա սիսերը, բակլան, ցորենը եւ ոսպը շերտերով էսպես դարսեցինք, ջուր ենք ավելացնում, մի քիչ աղ ավելացնենք, այս ամբողջին, իհարկե աղի, այսպես աղի ջրի մեջ ուշ են եփվում ընդեղենները, բայց նորից հիշեցնենք, որ մեզ պետք է որ միայն ոսպը եփվի։ Կհանդիպենք կես ժամ հետո, կպատրաստենք սոխառած եւ ուտեստը ամբողջական կբերենք իր տեսքին։ Բարեկամներ, կես ժամն անցավ, արդեն բույրերը խառնվել են, ընդեղենը պատրաստվել է, մեզ մնում է լավ սոխառած պատրաստել, իսկ լավ սոխառած պատրաստելու համար նախ եւ առաջ լավ տրամադրություն, լավ յուղ, ճիշտ պատրաստում։ Սոխը կտրատենք ոչ շատ մանր եւ առատ, այսպես, մեկ հատ այսպես խառնենք, առանձնացնենք, ժառայուղը լավ դաղենք, դաղվեց յուղը, բարեկամներ, սոխառած պատրաստենք հիմա։ Մինչ սոխառածը կպատրաստվի, պատրաստենք համեմունքը ընկույզից։ Վերցնենք համքեղ, համքեղը համեմն է, բարեկամներ։ Վերջերս մեր լավ հեռուստադիտող հարցրեց, թե համքեղը ինչ է։ Համքեղը համեմն է, սամիտ, մաղադանոս, եւ մանր կտրատենք, խառնենք այսպես, ավելացնենք մի քիչ աղ, մի քիչ սև պղպեղ, մի քիչ սեր եւ հոգու ջերմություն, սոխառածն արդեն պատրաստ է։
համարյա։ Եվ նորից շարունակենք այսպես համերը խառնել։ Այս ամբողջը նորից կրկնեմ, կարող ենք մենք պատրաստել նաև հավանգի մեջ։ Վերջ։ Սոխարածը պատրաստ է, ուտեստը կրակին, սոխարածը ուտեստի մեջ։ Կափարիչ ծածկեցինք, կրակից վերցրեցինք։ Նորից մինչ լցնելը ես հիշեցնեմ, թե ինչ արեցինք, բարեկամներ, ոսպը, սիսեռը և ցորենը կիսախաշ արեցինք, հետո անդեղենին ավելացրինք թրջած ոսպ, խաշեցինք, պատրաստեցինք առանձին սոխարածն ավելացրինք ապուրին, հետո պատրաստեցինք ընկույզով, կանաչի տեսականիով, աղով, պղպեղով համեմունք, ավելացրինք և ուտեստը պատրաստ է, հատիկապուր։ Ահա բարեկամներ, ապուրը արդեն պատրաստ է, նորից հիշեցնեմ անվանումը հատիկապուր, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը բարեկամներ և ինչպես միշտ ուզում եմ, որ մենք միշտ լինենք միասին, ամեն հանդիպում թող ունենա արդյունք, այդ արդյունքը թող լինի այն, որ մենք դառնանք էլ ավելի առողջ և էլ ավելի երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք, ևս մի քիչ և ամեն ինչ լավ է լինելու, ինչ երիտասարդություն ունենք մենք, ստեսյուն բարեկամներ։ Հատիկապուր, ցորեն 120 գրամ, սիսեռ 100 գրամ, ոսպ 80 գրամ, բակլա 80 գրամ, ընկույզ 50 գրամ, սոխ 100 գրամ, յուղ 20 գրամ, կանաչի, աղ, պղպեղ, բարյախորշակ։